Երեկո սիրելի ֆուտբոլասերներ, շարունակում ենք AFL-ի YouTube-յան ալիքում ֆուտբոլային երեկոն եւ AFL-ի Elite Liga-ի շրջանակներում միմյանց հետ այսօր կմրցեն Manchester City-ն եւ Liverpool-ը։ Թիմերը քիչ անց կսկսեն հանդիպումը, մինչ այդ փոքր-ինչ խոսեմ մրցաշարային աղյուսակից։ Manchester City-ն հանգրվանել էր ավագույն քարտեքում 12 խաղից հետո 24 միավոր ունի, իսկ Liverpool-ը այնքան էլ լավ չեն ընթանում Liverpool-ի գործերը 12 խաղից հետո ընդհանրապես 16 միավոր են վաստակել Liverpool-ի ֆուտբոլիստները, փորձեն այսօր իհարկե ավելացնել միավորների պաշարը, արագորեն ներկայացնեմ թիմերի մրցող կազմերը։ Liverpool-ը հետևյալ կազմն է դուրս բերել խաղադաշտ, դարպասին Այդինյանն է համար 1, պաշտպանությունում կգործեն Ենգիբարյանը համար 19, Խալացյանը համար 17 եւ Ամիրը կգործի 4 համարի մարզաշապիկով։ Կիսապաշտպանությունում երկու ֆուտբոլիստներ, Դուրգարյանը կխաղա համար 10 եւ Ադամյանը կխաղա Դուրգարյանի կողքին համար 18 եւ երկու հարձակվողներ Ղուկասյան եւ Ատաբեկյան, Ատաբեկյանը կխաղա 15 համարով, իսկ Ղուկասյանը 23։ Manchester City-ն հետեւյալ կազմով է դուրս եկել խաղադաշտ, դարպասին Պողոսյանն է համար 16, պաշտպանությունում գործեն երկու ֆուտբոլիստներ, համար 3 Համբարձումյան եւ համար 4 Կլղացյան, 4 կիսապաշտպաններ ձախից Պողոսյան, աջից Զորաբյան, համապատասխանաբար 10 եւ 11, իսկ կենտրոնում խաղան Ալավերդյանն ու Ավալը համար 44 եւ 20, առաջ քաշված հարձակվողն էլ համար 7 Տոլո։ Սկսված է հանդիպումը, Manchester City-ն բավական ակտիվ էր սկսել, բայց Liverpool-ի ֆուտբոլիստները խլեցին գնդակն ու նետվում են առաջ, վտանգավոր կարող է լինել Պողոսյանը։ Դրության տերն է։ City վրա դեպի հետ, Պողոսյան։ Սիմաչ եզր։ Սանգավոր կարող է լինել, Լիմա։ Ալավերդյան։ Սատ է խաղում տոլու հետ Ալավերդյանը, կրկին Պողոսյան, արվացի փորձ, հիմա կարող էր անգամ ավելացնել խաղանքերը, սակայն Ուրս եկավ գնդակը։ Հիմա ինգծից ենք Liverpool-ի պատասխանը։ Ձախեզրից ունի տարբերակ։ Հիմա Liverpool-ի ֆուտբոլիստը ստանում է գնդակը ձախեզրում։ Աստուտ համարը Քակագրովը վերածվեց դիրքային գրոյի, բայց ամեն դեպքում շատ վտանգավոր է ու կարող էր հիմա Դուրգարյանը բացել աշիվը բավական ակտիվ մեկնարկեն ապահովել թիմերը, Ավալը խաղում է Ալավերդյանի հետ, Ալավերդյան տարբերակներ է փնտրում Ալավերդյանը, բայց կորցնում է գնդակը Liverpool-ի գրոհը Ձախեզրից կա տարբերակ, բայց փոխանցումը բավական բարձր էր։ Ու հիմա արված կտեսնենք Բարսեղյանի պաշտպանած դարպասից։ Ավալ կենտրոնում, ավալը Սուներ է գնդակը, պաշտպանների հետ է խաղում հիմա Կլղացյան, դեպի Տոլան, Տոլանը ծունում է գնդակը կենտրոնում, շարժվում առաջ, ացից Պողոսյանի տարբերակը կա, բայց միայնակ դերևս շարժվում է առաջ, վերջապես փոխանցում դեպի Աչեզեր, Պողոսյան Ավալն է կենտրոնում ծունում գնդակը, մի պահ կար հարվածի տարբերակ, սակայն ապաղեց Ավալը, Կլղացյան, բարձրից, պաշտպանությունում
լավ են աշխատում Լիվերպուլի ֆուտբոլիստները ու հիմա հակագրոյի փորձ Սավարը վիճաբանական կլինի գնդակը դիպավ իդեպ հիշեցնում սրվա խաղակ սպասարկի Սավար Մանուկ Մուրադյանը Ավալ Ենքին հալված ստացավ ավալ է, բայց ամեն ինչ կարծես թե կարգին է Խեզում Լիվերպուլի գրոյին ենք ականատես լինում, սակայն Համբարձումյանը լավ է պաշտպանվում ու կարողանում չեզոքացնել սպառնալիքը, բայց ոչ այնքան հեռու Ավալն է խլում գնդակ ու Սիթի հակագրոհը Ալավերդյան դեպի ձախ Զորաբյանը Կլղացյանի հետ է խաղում Համբարձումյան Բարձրից փոխանցում դեպի Առաջ կաշված հարցակվող սակայն Բարձր էր և ուժեղ Հոսված է հանդիպում է հիմա Լիվերպուլի պաշտպանը Հայթակեց ու քիչ օրնում կորցն էր գնդակը, բայց ամեն ինչ բարաջ աղարդվեց Լիվերպուլի համար եզրից Լիվերպուլի ֆուտբոլիստները կմուծն են գնդակը խաղի մեջ Դուրս էր եկել, իհարկե դուրս էր եկել գնդակը Դաշտի սահմաններից իրենք իրենց գլխին սարքեցին Լիվերպուլի ֆուտբոլիստները ու հենց այսպիսի ստանդարտներն են իրականում արդյունք են տալիս անմեղ իրավիճակում ուշ տվեցին գնդակը Զորաբյան խաղում է Հոլոյի հետ կենտրոնում կար տարբերակ ու եթե գնդակը հասներ ավալին արվածային իրքում բարայտար էր Սիթի սահամարը Զորաբյան խաղում է հետ, Կլղացյանը բազատարություն կա Սիթի պաշտպանի առաջ, գրոյի եզրը, հիմա Բարձումյանն է գնդակով, ավալ Ավալը պարզ իրավիճակում սխալվում է ումա Լիվերպուլի արագ գրոհը, բայց Կարպոսապա Բարսեղյանը ճիշտ պահի դուրս եկավ ու չեզոքացրեց սպառնալիքը Կլղացյան Ավալն է սպասում գնդակի Ստանում է այն ավալ, դեպի աչ, Համբարձումյան Ալավերդյան, դեպի ձախ, Կլղացյան, կարելի է հարվածել, փակում են Հարվածի ճանապարհը չկար նաև ձեռքով խաղ ցույց է տալիս մրցավարը ու Լիվերպուլի Արագ կարծես թե չի ստացվի Սիթի պաշտպանները արդեն հասրեցին նահանջել, բայց ամեն դեպքում Լիվերպուլի ֆուտբոլիստները աչեզրով գրոհ են կազմակերպել, փոխանցում դեպի ձախ եզրը Ադամյանը ընդունում է գնդակը Համբարձումյանն Պողոսյանն է նրա դիմաց, Ադամյան շրջանցում է Պողոսյանին, բայց վերջին պահին Պողոսյանը կարողացավ գնդակը անկյունային ուղարկել ու առաջին անկյունային է Լիվերպուլի կատարմամբ Հարցից փոխանցում ենք տեսնելու կարելի է գրավել դարպասը, բայց հարվածը բավական թույլ է ստացվում ու հիմա Բարսեղյանը Սկսում է հանդիպումը ավալ դեպի Պողոսյանը, աչեզրոմ Պողոսյանը տարբերակներ է փնտրում, արագանում է դեպի կենտրոնը շարժվում Պողոսյանը, ավալ Կանել հաջող չէր փոխանցումը, բայց ավալը ստանում է գնդակը, գրպի Պողոսյան Նախեզրում տարբերակ ստանում է գնդակը Ալավերդյանը, կհարվածի, բայց փակում են հարվածի ճանապարհը, աչեզրում շարունակվում է Սիթի գրոհը, բայց Բարսումյանի գործողությունները այնքան էլ հստակ չէին կմնա ամեն դեպքում Սիթիի մոտ, դարպասապա Բարսեղյանն է գնդակով Կլղացյանի հետ հետական գրոհի Կլղացյանը ավալը խաղում է դեպի աչ, Պողոսյանը փոխանցման ճանապարհը փակում են Լիվերպուլի պաշտպանները ու միայն եզրից Կենետի Սիթիի 10 համարը Ավալ Կենտրոնով Ալավերդյան, Համբարձումյանի հետ է խաղում Ալավերդյանը
Գալղացյան փոխանցում Պողոսյան ստանում է պատասխան փոխանցում է Պողոսյանը իսկ ինչու չարված էր Լիվերպուլի հակագրող ձախեզրով Ավալն է դիմավորել Հիմա 1-2 հետաքրքիր խաղ կեև հիմա վտանգավոր կարող է լինել բայց Ամբարձումյանը Ակում է փոխանցման ճանապարհը ու երկրորդ անկյունային է Լիվերպուլի կատարմամբ Ցածրից այս անգամ փոխանցում հետևեց, տեսնենք երկրորդ տեմպով արդյոք կարողանա գրոզ արգանալ ոչ Հիմա Լավերձյանը խլել է գնդակը աչեզում շարժվում է առաջ Միանում են խաղանկերները, ավալ Ձախից կա հիմա տարբերակ ստանում է գնդակը հարված, բայց փոքրինչ Անաջող էր Զորաբյանի հարվածը Գնդակով շարունակեն մնալ Manchester City ֆուտբոլիստները Ավալ Ալավերձյանը Ոմը դարպասապա Բարսեղանի հետ Ամբարձումյան ոչ որ չի դիմարում City պաշտպանին Ալավերձյան Ավալ Պողոսյան դեպի Տոլոն կարող է գրավել դարպասը հիմա Չի ստացվում հարվածը ու գնդակը կացես թե եզրային գծից հատեց սամանը և չինելու հարված դարպասից է լինելու եզրային նետում Ստենք ինչ է սույշ տալիս մրցավար Մուրադյանը Եզրից հիմա կարծես թե հարվածի փորձ ենք տեսնելու Ալավերձյան հարված ու այս անգամ էլ դարպասապա կարողանում է հետ մղել այդ ինյանը բավական ըստ է դրսևորում իրեն գծի վրա տեսնենք ինչի զարգացում կընթանա Աղի մնացած հատվածում ավալ փոխում է գրոյությունը Գլղացյան բարձրից դեպի Ալավերձյանը ու կրկին դարպասապա Լավ է դրսևորում իրեն, այս անգամ էլ Հավացավ ճիշտ դուրս գալ ու կրճատել անկյունը Զորաբյանը կիրացնի անկյունային է կարճ խաղարկում Կրկին Զորաբյան Ավալն է հասնում գնդակին Մի պահ հարվածի տարբերակ, բայց հապաղեց ավալը ու հիմա Պողոսյանն է Երջափակման մեջ ու կարծես թե կորցրել էր գնդակը Ախտեց կանոնները հիմա Լիվերպուլի ֆուտբոլիստները կլինեն գնդակով Չիչվում է գնդակով հիմա Լիվերպուլի քսապաշտպանը, բայց մնում է ոտքերի վրա Կրոկի հետ են խաղում հիմա Լիվերպուլի ֆուտբոլիստները կենտրոնում Բայց կարողանում են դուրս գալ պաշտպանությունից Չի ստացվում Ալուցել, Ամբարձումյան, դեպի հետ Մարսեղյան, Ավալ Աշխարհակումներ հիմա Սեփական կիսադաշտում, Գլղացյան Ամբարձումյանը հետ է խաղում Գլղացյանը Աշխարհությունում խաղարկում են գնդակը City ֆուտբոլիստները Հիմա սուր փոխանցում դեպի Պողոսյանը, աչեզրում ընդունել է գնդակը Պողոսյանը Ինչ կմտածի City-ի 10 համարը Ամբարձումյանն է առաջարկումի ծառայությունները Փոխանցում է ավալին, ավալ դեպի Ալավերձյան, Պողոսյան Անասցել վերջին փոխանցումը ու հիմա Լիվերպուլը ևս չի կարող նակագրով Կազմակերպել ավալը Հենց գնդակը Ամբարձումյանը էր վիճ հարվածի փորձ և կար անադարձ կարծում եմ ու հերթական անկյունային է City ֆուտբոլիստները կիրացնեն Զորաբյանը կիրացնի, կարճ խաղարկում դեպի ավալ է, ավալ Ամբարձումյան, հարվածելու է Ամբարձումյանը ու գոլ
Գոլ գնդակը դարպասում է Համբարձումյանը, բավական գեղեցիկ գոլ հեղինակ է դառնում 16 րոպեի սկզբին Ալավերդյանը բացում է խաղի հաշիվը 1-0։ Բացված է խաղի հաշիվը, Սիթիի պաշտպանը միացավ գրոհին ու անկյունայինի խաղարկումից հետո միջին տարածությունից կատարած հարվածից հետո բացեց խաղի հաշիվը, տեսնենք ինչով պատասխանեն Լիվերպուլի ֆուտբոլիստները, շատ կարևոր է մինչև ընդմիջում վերականգնել հաշվի հասարակշռությունը, տեսնենք կստացվի արդյոք դա Լիվերպուլի ֆուտբոլիստների մոտ թե ոչ, հիմա Ռղացյանն է աշխատում պաշտպանությունում ու արված կլինի Բարսեղյանի պաշտպանած դարպասից։ Ռղացյան, Պողոսյանը աչեզրում բարձել է ձեռքերը, ստանում է գնդակը, Պողոսյանը աչեզրում, երկու ֆորցակիստներ միանգամից շրջափակման մեջ առան ու հիմա փոխանցում է դեպի Ալավերդյանը վատը չէր սակայն Հակեցին փոխանցման ճանապարհը, եզրից շարունակում են Սիթիի ֆուտբոլիստները գրոհը, Ալավերդյան, Պողոսյան, Ավալի տարբերակը կա, ստանում է Ավալը գնդակը, փոխանցում հակադարձ եզր, Կրղացյան, լավ է կասիստում Կրղացյանը գնդակը, Ալավերդյան, փոխանցում մաչ եզրը, լավն էր մտահղացումը սակայն, փոխանցումը Պողոսյանի փոքր ինչ ուժեղ ստացրեց։ Լիվերպուլի գրոհը ձախեզրով առաջը շարժում հիմա 15 կամարը, Ադամյան դեպի հետ Ադամյանը Պաշտպանությանը թե խաղարկում գնդակը հիմա կարող էր վտանգավոր լինել, բայց Կրղացյանը ազդուրած խաղաց, Ալավերդյան, Ավալը տարբերակները փնտրում, տոլո, աչեզրում կա Պողոսյանի տարբերակը, ստանում է Պողոսյանը գնդակը, պատասխան փոխանցում, Հատը չեր փոխանցում է, հիմա այդ Ալավերդյանի փոխանցում ասր կարող շատ վտանգավոր լինել, բայց հիմա էլ ավելի վտանգավոր Լիվերպուլի հակագրոհն է, ձախեզրով նետվում են առաջ Լիվերպուլի ֆուտբոլիստները արված ու փոքր ինչ շեղությամբ անցնում է գնդակը, դիպավ արդյոք դարպասապահ գնդակին, վստահ չեմ, բացի այդ էլ կարծես Ղուկասյանը փոքր ինչ Վնասվածք է ստացել, կարծես թե ամեն ինչ կարգին է շարունակի խաղը, ամերիկում անկյունային նշանակվել է, դարպասապահ դիպել է գնդակին ու արձանագրենք Պողոսյանի վստահ խաղը, անկյունային Լիվերպուլի ֆուտբոլիստների կատարմամբ ու հիմա Չհասկացան խաղընկերները մեկը մյուսին, իսկ Սիթին հարակակագրոհ է կազմակերպել, ձախեզրում Պողոսյան, Ավալ, կարելի է հարվածել Ավալ, չի ստացվում հարվածը, բայց գնդակը մնում է Սիթիի մոտ, այս անգամ արդեն Ավալը հարցնում է պահ ու Սիթի ֆուտբոլիստները կսկսեն նորից, Համբարձումյան, Ալավերդյանի փոխանցումը դեպի Պողոսյանը, կարծես թե ամեն ինչ վերահսկելի էր, բայց պաշտպանը հեռացրեց գնդակը անկյունային, դարպասապահը վերահսկում էր իրավիճակը։ Պողոսյան, աշխարհքում տոլոյի հետ, Պողոսյանը կրկին գնդակով է, Ավալ, Հոմը ձախ, Կրղացյան, Փոխանցել Համբարձումյանին, իսկ Համբարձումյանն էլ կրակի, ոչ, աշխարհքում, Ավալ, ու կրկին անկյունային, նման էր դիրքային գրոհը առաջին
շփած գնդակին, այնտեղ էլ էր անկյունայինի կարճ խաղարկում ու Համբարձումյանի հարվածը հետևեց, այս անգամ Համբարձումյանը փորձեց կարճ խաղարկումով շարունակել գրո, Ադամյան, լավ է, Խամ Ադամյանը խլում է գնդակը ու ինք է դնում Լիվերպուլի հակագրող, սակայն հապաղում են Լիվերպուլի ֆուտբոլիստներն ու չենք տեսնի արագակագրո։ Սիթի ֆուտբոլիստները բավական լավ են դիրքավորվում ու ամեն ֆուտբոլիստ կարծես թե գիտի իր դիրքը, իսկ Լիվերպուլում այդ առումով փոքր-ինչ շփոթ է Գլղացյան Ավալի հետ։ Ավալի հետ է խաղում, իհարկե ռիսկային էր Գլղացյանի գործողությունը, բայց Սիթի համար ամեն ինչ բարաջով ավարտվեց։ Արսեղյան, Ավալ, կենտրոնով։ Կիսապաշտպանը շարժվում է առաջ, Պողոսյան, Ավալ, Դախիցկա Գլղացյանի տարբերակը, կենտրոնում է շարունակում գրո, Ալավերձյան, Պողոսյան, Կրկին Ալավերձյան, կարելի է արվածելու գնդակը, հայտնվում է դարպասում, Ալավերձյանը կրկնապատկում է Մանչեսթեր Սիթիի առավելությունը 2-0։ Համբարձումյանի ու Ալավերձյանի գոլերը հարմարավ է առավելություն են հոստանում ընդմիջումից առաջ Մանչեսթեր Սիթիին, բայց դեռ ժամանակ ունեն Լիվերպուլի տղաները կրճատելու հաշվի տարբերությունը, հիմա գեղեցիկ է խաղում Պողոսյանը աչեզրում, Տոլո, Սուրկին Պողոսյան, Ալավերձյան, գուցե ևս մեկ հարված տեսնենք, Պողոսյան, Գործնում է գնդակը Ադամյան, Սախեզրում հիմա կարող է վտանգավոր լինել, ստանում է Ադամյանը, պատասխան փոխանցումը, բայց շատ չավատած կարծես սեփական ուժերին Ադամյանը չշարժեց ամբողջ ուժով դեպի գնդակը, դարպասապա Սեկավու ուժեկացրեց սպառնալիքը, Սիթի հետնական գրող ձախ եզրով, Նորաբյանի փոխանցումը փակում են, Ալավերձյանը կնետի եզրից, Ավալ, Ալավերձյան, Անջել է տոլում, կետրոնում ստանում է գնդակը, Զորաբյան, դեպի հետ, Ավալ, Ամերցում է անազատ տարածություն կա, Սիթիի պաշտպանի առջևում, Պողոսյան, Համբարձումյան, Գլղացյան, Ավալը ձախ եզրում, Արտարյալ ազատության մեջ է, իսկ փոխանցումը տոլը ուղղությամբ էր, որ 2-3 ֆուտբոլիստների շրջապատման մեջ է, Սիթին ամեն դեպքում պահպանում է գնդակը, ավարտում են առաջի խաղակյասի Սիթիի ֆուտբոլիստները, չեն սրում խորվագները, հետ փոխանցում, Համբարձումյան, Տոլո դեպի աջ, Զորաբյանն է փոխել եզրը, փոխանցում անոջով էլ Տոլոյի ու Լիվերպուլի հակագրոյին ականատես կլինենք, Նախեզրով շարժվում է առաջ, Ալավերձյանը դիմավորում է մրցակցին, հիմա Ավալն է փակում փոխանցման ճանապարհը, Ղուկասյանն է նետում եզրից, Ադամյան, Կրկին Ղուկասյան, կան կենտրոնում տարբերակներ, կարելի է հարվածել, դե հարված ու դարպասապա հետ է մղում Բարսեղյանը առաջում վստահ հանդիպում է անցկացնում, Ենգիբարյանը մտցնում գնդակը խաղի մեջ, հիմա Լիվերպուլի հերթական դիրքային գրո, անց կորցնում են գնդակը Լիվերպուլի ֆուտբոլիստները, իսկ Սիթին կարծես թե
Իցված չէ Արաքակագիրոյի, ավալ Զախից Կազորոբյանի տարբերակը Ալավերձյանը աչից Աշխարհքում տոլոյի հետ, Ալավերձյանը մնում է գնդակով դեպի աչ, Պողոսյան Ալավերձյան Ավալի հետ է խաղում Ալավերձյանը, ավալ Պատխաղ Ալավերձյանի հետ բավական հաջող է ստացվում Զախեզրում Կլղացյանը Հպարտ միայնության մեջ էր ու հիմա ինչպիսի հարված Կլղացյանի կատարմամբ Ինչ շեղեր կար անդրադարձ ու կլինի հերթական անկյունայինը Ալավերձյան Ոնց է թողնում ունա կտոլում, Կլղացյան, դոլո, Ալավերձյան Արվացի ճանապարհը փակում են Լիվերպուլի պաշտպանները ու հիմա բավական լավ են պաշտպանվում ու Հակագիրոյի փորձ, բայց Կարծես Պողոսյանը, Ղուկասյանը ներողություն Խնդիրներ ունի ոտքի հետ ու չգնաց դեպի գնդակը, այսքանով առաջին կեսը ավարտված է, հիշեցնեմ դեռևս հաշիվը 2-0 է, տեսնենք երկրորդ խաղակեսը ինչ են խոստանում մեզ, վերադառնենք քիչ անց Շարունակում ենք ռեպորտաժը, սկսված է Manchester City Liverpool խաղի երկրորդ խաղակեսը Առաջի կեսից հետո հիշեցնեմ Manchester City 2 Անպատասխան գնդակ է ուղարկել Liverpool-ի դարպասը, տեսնենք ինչով պատասխան են Liverpool-ի ֆուտբոլիստները, հիմա սխալ պաշտպանությունում Պողոսյանը շեղը հարվածում բավական նպաստավոր էր City Եզայինի դիրքը, բայց Հաշիվում մնում է անփոփոխ, ինչը գուցե լավ է, ինտրիգի տեսանկյունից Երկու գոլ դեռ կարելի է ետ բերել, իսկ երեքը գործնականում կարծում եմ անհնար կլիներ այս խաղով Երկին սխալվում են պաշտպանության Ֆուտբոլիստները ուղում են խանքեների սխալը Չդիպավ արդյոք ձեռքին Կլղացյանի, ոչ Պողոսյան Շնորհակալների խնդիրն է Լիվերպուլի ֆուտբոլիստները դուրս գալ պաշտպանությունից Ադամյանը Զախեզրում ընդունել է գնդակը շարժվում է առաջ Ադամյան արվածու Որպես հետ է մղում հիմա Պողոսյանը Զախեզրում բավական լավ դիրքում է, բայց ավալը Տեսավ խանքերոչը, Կլղացյան Ավալ Կլղացյանի է, Զախեզրում Սիթի պաշտպանը ազատ տարածություն ունի ու չի օգտվում այդ ազատ տարածությունից, երկար փոխանցում, որը հաջող չէր ու հիմա Վիչինները Ամբարձումյանի ազդուրած խաղը կարող էր Լիվերպուլը, շատ էլ հաշվի հավասարակշռություն է Կարծես թե ավելի լավ տպավորություն են թողնում Լիվերպուլի ֆուտբոլիստները, քան առաջին կեսում հիմա Սարգսյանը կարող էր Ոսկիս վրա հակառակը ապացուցել Լիվերպուլի ֆուտբոլիստները քանի վտանգավոր գրող կարողացան իրականացնել, տեսնենք Հողանան պահել տեմպը, աչեզրով է ընթանում Լիվերպուլի գրողը Ղուկասյանը խաղում է դեպի ձախ Գարյան, արվածի փորձ, բայց բարձր է և շեղ Բարսեղյանը Աշխարհումով Դակոմությունն է խաղի մեջ, Կլղացյան Ալով խաղում է Բարսումյանի հետ Չկա վացարձեք, չկա պրեսին Լիվերպուլի ֆուտբոլիստների կատարմամբ Սիթիի ֆուտբոլիստները արդեն 30 րոպե պաշտպանությունից դուրս գալու խնդիր չունեն, ուղղակի քայլում են պաշտպանությունում ու ոչ ոք նրանց չի դիմավորում Պողոսյան
Կլղացյանը տխաղում Ալավերձյանը Գնդակը Համբարձումյանին Զախեզրում Պողոսյանի տարբերակը խաղում է դեպի աջ, ավալ Ալավերձյան, շրջում է Ալավերձյանը Պողոսյան Զախեզրում Պողոսյանը գնդակը Կլղացյան, վական երկար է Սիթի դիրքային գրոհը Ականում են Սիթի ֆուտբոլիստները գնդակը, Ալավերձյան, սուր փոխանցում դեպի Պողոսյանը, Պողոսյան, ինչ անում Պողոսյանը Չկար որևէ խախտում, ամեն ինչ կարքին է, Լիվերպուլի դարպասը վերցնում է գնդակը ու սկսում թիմի գրոհը, Աչեզրով գրոհի փորձ, Ադելյանին էր ուղղված դեպի փոխանցումը սակայն Բավական թույլ էր Տոլո, Կլղացյան Բարսեղյան, Ամբարձումյանի տխան Բարսեղյանը Ալավերձյան Ալավերձյանի են շարժվելու Տարածություն էր դրանով առաջացրել Պողոսյան դեպի Ալավերձյանը գրավել է պետարպաս Ալավերձյան Հորցնում է հարվածի պա Ալավերձյանը ավալը հիմա Աչեզրով կշարունակի գրոհ, բայց Որ պա անցյալում է Տոլո, կրկին Ալավերձյան Բավական ակտիվ է Սիթի 44 համարը 4-4-ի դիմաց, Սակագրոյի փորձ Միայնակ է շարժվում առաջ հիմա Բարսեղյանը Կարդաց փոխանցումն ու Հելես գնդակը այստեղ լավալն է լավ պաշտպանվում ու Միայն եզրից կշարունակեն Լիվերպուլի ֆուտբոլիստները Գնդակը Տոլոն Կարողացա պաշտպանվել հաջողությամբ Պողոսյան Գնացել այստեղ Շատ լավ է պաշտպանվում Ատաբեկյանը Արջևում կար Սարգսյանի տարբերակը դեպի հետ խաղաց Պողոսյանը, Կլղացյան, Տոլո Ալավերձյանը կարծես թե թիմի սիրտն է բոլոր փոխանցումները հենց Ալավերձյանն է բաժանում ու կազմակերպում թիմի գրոհը Պողոսյան հնարամիտ էր, բայց Ալավերձյանը չհասկացավ Պողոսյանի մտահղացում ու կլինի Արված Լիվերպուլի պաշտպանած դարպասից արագորեն խաղարկում են Լիվերպուլի ֆուտբոլիստները Գրուցետները Ամբարձումյան Կլղացյան Չկա պրեսինգ ու Կլղացյանը Տարածությունը ժամանակ ունի Ալավերձյան Ստան դեպի Սարգսյանն էր ուղղված փոխանցումը, սակայն անհաջող ստացվեց Պատը չէր փոխանցումը, վերջապես կարող էր Լիվերպուլը Սուր պահ ունենալ սակայն Ամեն ինչ անցյալում է, իսկ Սիթին Կրկին պաշտպանությունում խաղարկում է գնդակը Բարսեղյանը խաղում է ձախ, Կլղացյան Տոլո, կրկին հետ փոխանցում դեպի դարպասապա Բարսեղյանը Ամբարձումյան Բարսեղյան, հարավիրում են Լիվերպուլի ֆուտբոլիստներին առաջ, Տոլո Փորձում է գնդակը, չկա խախտում ցույց է տալիս մրցավարը
Avner շարքում է կենտրոնում Ակու խլեց Ալավերդյանը գնդակը Պողոսյան Հիմա Լիվերպուլի ֆուտբոլիստները Ներկայացնում են պրեսինգ, բայց այդքան էլ ինտենսիվ չէ ու շատ հեշտությամբ դուրս են գալիս Տաչից թե ձախից ունի Պողոսյանը տարբերակ հապաղեց Սիթիի 10 համարը, իսկ հիմա Լիվերպուլը կարող է վերջապես կրճատել հաշվի տարբերությունը պետք է գրավել դարպասը, բայց չի ստացվում Բուլգարյանի հարվածը Շատ լավ բայ գործնում Բուլգարյանը Կարող է նման Նարություն այլևս չընձանվել Փոփոխություն Մանչեսթեր Սիթիի կազմում Պողոսյանին փոխարինում է Զորաբյանը Ծավալի աշխատանք կատարեց հարցակման ձախեզրում Պողոսյանը Հալա չեզրում Թունել է Սիթիի ֆուտբոլիստը գնդակը Ամբարձումյան Ծուն դեպի հետ, այո, Բարսեղյանն է գնդակով Զախ եզրը Ազատ է Սարգսյան, լավներ Սարգսյանի փոխանցումը Իսկ հիմա Զորաբյանը եթե Գեղեցիկ գործելու փոխարեն ուղղակի Գլոր էր գնդակը ցանցը Հաշիվը 3-0 կլիներ Որտես նաև շրջանցել դարպասապային ու Անվետև գրավել դարպասը սակայն Թույլ չտվեց դա Լիվերպուլի դարպասապա Հալո Սախ եզրում է հայտնվել Սիթի հարցակող Զորաբյան Զորաբյան Ինչ է Կանակյունային այո Հաշտա կանակյունային Սիթի Զորաբյան Ալավերձյանի հետ է խաղարկում Զորաբյանը հիմա շատ լավ Սարգսյանը բաց թողեց գնդակը ու փակ էր դարպասապայի տեսադաշտը կարող էր երրորդ գնդակը հայտնվել Լիվերպուլի հակագրոհը հարվածը բարձր է Բավական հնարամիտ գործեց հիմա Ռոմիկ Սարգսյանը բաց թողնելով գնդակը փակել էր դարպասապայի տեսադաշտը ու միայն վերջին պահին կարողացավ Այդ մղել հարվածը Հացյան Խաղում է դեպի աչ, Ամբարձումյան, նորից Պողոսյան Հեզից կշարունակ են Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստները Ավալը հիմա քիչ էր մնում գործն էր գնդակը, վտանգարպատ դեռ ավարտված չէ, բավական դժվար կալցյան մեջ հիմա գցած Կլղացյանին, Կլղացյան, իսկ Կլղացյանը այլոն իրար չեր դրված խնդիրը կատնարեց, գնդակը պահպանելով իր թիմի մոտ, Զորաբյանը կնետի եզրից, Ալավերձյան, դեպի ազատություն, Ամբարձումյան, Արգանում է Ալավերձյանը, կհասնի գնդակին, այո հասնում է, բայց լավը չեր կասեցում ու գնդակը առաջ ընկավ Գրջատել է պետք հաշիվը ու գոլ, գնդակը դարպասում է վերջապես Լիվերպուլի ֆուտբոլիստները կարողանում են գոլ խփել ու շատ հետաքրքիր վերջամաս ենք տեսնելու 2-1 Տարբերությունը
հետաքրքիր վերջաբան խոստանում մեզ բոլորիս։ Մասիթին միանգամից նետվեց գրողի, տեսնենք։ Խլում են Լիվերպուլի ֆուտբոլիստները։ Գնդակը, Ադամյան։ Ոգևորվել հաջողությունից ու նետվել երկրորդի հետևից, ձախեզրով կարող է վտանգավոր լինել։ Դեպի հետ, տեսնենք հարված բաց։ Հակում է Տոլոն հարվածի ճանապարհը։ Աչեզով գրոյի փորձ։ Երկու շորտով են պաշտպանություն կառուցել City ֆուտբոլիստները։ Բայց հարվածը բավական անհաջող էր։ Մեկ գնդակ բերել արդեն իրա տեսական է, այս դրա համար պետք է խլել գնդակը, City-ն հերթական գրոհն է կազմակերպում։ Զորաբյան, Ալավերդյանի հետ է խաղում Զորաբյանը, Ալավերդյան շարժվում է կենտրոն, փոխանցում ուղղված էր դեպի ավալին, բայց բավական ուժեղ էր։ Արդարության համար պետք է ներնշել, որ ավալը բավական ուշ մեկնարկեց։ Զորաբյանը խլում է գնդակը պարզ իրավիճակում ու Սարգսյանը անում է հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը 3-1։ Մեկ արագորեն Մանչեսթեր Սիթին կարողացավ վերականգնել երկու գնդակի առավելությունը։ Բավական լավ է մտել Զորաբյանը փոխարինում են, հիմա ձախեզրում ակտիվություն է մտցրել Կլղացյան, պաշտպանն է միացել գրոհին Սիթի։ Ալավերդյանի փոխանցումը։ Հակում են Լիվերպուլի տղաները ու Եզից կնետեն City ֆուտբոլիստները։ Հոլո, ուկնում է Զորաբյանին, Կլղացյան։ Դեպի Համբարձումյանը ևս մեկ հարվածի փորձ։ Բայց այս անգամ Մոլամեմատ անհաջող էր գոլի դրվագում։ Էլեկտրականության հետ կան որոշակի խնդիրներ։